Բարի գարնանային առավոտ սիրելի հեռուստադիտող, ավանդույթի համաձայն յուրաքանչյուր աշխատանքային առավոտ 21 TV-ում մենք գալիս ենք եւ ձեզ ասում ենք օրը բարի թող լինի առավոտյան ծրագրում։ Քանի որ դեռևս շարունակվում է մեկ ամսյակը եւ իհարկե կանանց մինչև ապրիլի 7-ը ես ասում եմ, որ սիրելու, իրենց սեր խոստովանելու, ինչպես նաեւ հաջորդ տարվա համար նախապատրաստվելու շրջան է մեզ եւ տոնական, առաջարկում եմ այս պահին մի գեղեցիկ տեսահոլովակ դիտենք, սեր խոստովանենք կանանց, վերադառնանք եւ մեր եթերը շարունակենք։ Վերադարձանք լավ տեսահոլովակով, շնորհակալություն մեր ռեժիսոր Էրնեստին լավ տրամադրություն ապահովելու համար եւ այժմ ժամանակն է իհարկե տեղեկատվություն ստանալու, այն լավագույնս մեզ մոտ իրականացվում է իհարկե այն էջով, որը որ մեզ մոտ արդեն դարձել է ավանդական, դա տեղեկատուն է, կատու տեղեկատուն է, գնանք այս պահին կատու տեղեկատու, տեղեկանանք, տեղեկատվություն հավաքենք, վերադառնանք ու չփոխեք հեռուստաալիքը, լավ այսօր հյուրեր ենք ունենալու, լավ եթեր է լինելու։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ 1997 թվականին Ռիդ Հաստինգս անունով սովորական ամերիկացին շտապում էր տեսահոլովակների վարձույթի խանութ, որպեսզի վերադարձնի Ապոլլոն 13 ֆիլմը։ Թվում էր, թե առանձնահատուկ բան չի սպասվում, բայց դրամարկում նրան ասացին, որ այդ ֆիլմը նա պետք է վերադարձներ 6 շաբաթ առաջ։ Այդ իսկ պատճառով նրա տուգանքը կազմելու է $40։ Ռիդ Հաստինգսը իհարկե չափազանց զայրացավ այդ փաստից։ Houston, we have a problem. Houston, we have a problem. Սակայն լուր վճարեց տուգանքը, դուրս եկավ այդտեղից, նստեց իր մեքենան եւ փակեց աչքերը մտածելով ինչպես կարող եմ վրեժ լուծել։ Եվ այո, քիչ անց նա հիմնեց Netflix-ը։ Իսկ իրականում ամեն ինչ սկսվեց 1997 թվականին, երբ Ռիդ Հաստինգսը եւ իր գործընկեր Մարկ Ռենդոլֆը, ինչպես միշտ ճանապարհին քննարկում էին տարբեր բիզնես գաղափարներ եւ ստարտափներ։ Այս անգամ նրանց ուշադրությունը գրավել էր վերջերս գործարկված Amazon կայքը։ Ընկերները հիացած էին Amazon-ի բիզնես մոդելով։ Եվ իհարկե ցանկանում էին կրկնել նրա հաջողությունը։ Հարցը միայն նրանում էր, թե ինչ կարելի է վաճառել on-line կայքի միջոցով։ Հենց այդ պահին Ռիդ Հաստինգսը հիշեց $40 տուգանքը Blockbuster-ից, on-line ֆիլմերի վարձույթը այն է, ինչ նրանց պետք է, որոշեցին ընկերները։ Այդ ժամանակ VHS կասետները դեռ ստանդարտ էին ԱՄՆ-ի վարձակալության շուկայում, եւ նրանք շատ խոշոր էին ու փխրուն փոստարկղի միջոցով ուղարկելու համար։ Բայց հենց այդ թվականին հայտնվել էր թվային կինոյի կոմպակտ եւ ավելի էժան ձևաչափը DVD դիսկերի վրա։ DVD նվագարկիչները շատ արագ գրավում էին էլեկտրոնիկայի շուկան։ Հաստինգսը գիտեր, որ սա կատարյալ ժամանակ է քայլեր ձեռնարկելու համար։ Ծրագրային մշակման եւ կայքի ստեղծման համար պահանջվել էր 6 ամիս, եւ 1998 թվականի ապրիլին գործարկվեց Netflix.com-ը։ Ըստ երևույթի դա ֆիլմերի առցանց վարձույթի կայք էր, որն օգտատերերին առաջարկում էր այդ ժամանակ թողարկված DVD-ների գրեթե ողջ տեսականին, եւ ընտրելու համար կար 925 ֆիլմ։ Կայքի գործարկման հենց առաջին օրը 500 սկավառակի պատվեր ստացան, իսկ 4 ամսվա ընթացքում մոտ 20,000 սկավառակ էր ուղարկվել Netflix-ի փոքր պահեստից։ Գաղափարն իսկապես հաջողված էր, եւ Netflix.com կայքի բացումից ընդամենը 2 ամիս անց Ջեֆ Բեզոսը Հաստինգսին եւ Ռենդոլֆին հրավիրեց Սիեթլում գտնվող իր գրասենյակ եւ անձամբ առաջարկեց $15 միլիոն նրանց ընկերության համար։ Վատ առաջարկ չէ 2 ամսական ստարտափի համար։
եւ համաձայնվելու դեպքում նրանք կարող էին դուրս գալ այդ գրասենյակից միլիոնատեր, գնել նոր տներ, գնալ ճանապարհորդություն եւ սկսել մտածել նոր ստարտափների մասին։ Հարցը միայն նրանում է, որ նրանք արդեն միլիոնատեր էին եւ ունեին այդ ամենը։ Ռիդ Հասթինգսը 1988 թվականին ավարտել է Ստենֆորդի համալսարանը, ստանալով համակարգչային գիտության մագիստրոսի կոչում, եւ 1991 թվականին նա եւ իր երկու գործընկերները որոշեցին հիմնել իրենց սեփական բիզնեսը։ Այսպես ծնվեց Pure Software ընկերությունը, որը լուծումներ էր արտադրում ծրագրային ապահովման խնդիրների համար։ Ինչ վերաբերվում է երկրորդ հիմնադիր Մարկ Ռենդելֆին, ապա նա նույնպես ավարտել է հեղինակավոր Համիլտոն քոլեջը, ստանալով համակարգչային գիտության եւ մաթեմատիկայի կրթություն։ Մարկը եւ Ռիդը ծանոթացել են 1996 թվականին։ Այդ ժամանակ Հասթինգսը առաջարկեց իր նոր ծանոթին մարքեթինգի գծով փոխնախագահի պաշտոնը, իսկ 1997 թվականին տեղի ունեցավ միաձուլում։ Ավելի խոշոր Rational Software-ը ձեռք բերեց Ռիդ Հասթինգսի հիմնած ընկերությունը $700 միլիոն, ունենալով հսկայական գումար, նա միևնույն է չէր պատրաստվում կանգ առնել, քանի որ հասկանում էր, որ թվային տեխնոլոգիաների աշխարհում դեռ ամեն ինչ չի ասել։ Իսկ հիմա վերադառնանք Ջեֆ Բեզոսի գրասենյակ, որտեղ Ռիդ Հասթինգսը եւ Մարկ Ռենդելֆը իհարկե հրաժարվեցին առաջարկից։ Այդ ընտրությունը ռիսկային էր, քանի որ նրանք հասկանում էին, որ Amazon-ը ի վերջո կզբաղվի նույն բիզնեսով, իսկ Netflix-ը հազիվ ոտքի էր կանգնում։ Ֆիլմեր դիտելու նոր ֆորմատը պահանջված էր։ Մյուս կողմից ծախսերը մեծ են եւ ընկերությունը գրեթե ոչինչ չէր վաստակում։ Սպառնալիքը գալիս էր նաեւ մեկ այլ պոտենցիալ մրցակից Blockbuster-ից։ Նրանք հասկանում էին, որ ժամանակավոր առավելությունից օգտվելու եւ շուկայի հնարավորինս մեծ մասնաբաժին վերցնելու համար Netflix-ին անհրաժեշտ էին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ։ Netflix-ի առաջին ներդրողներից մեկը ֆրանսիացի Բեռնար Արնոն էր եւ նրա ներդրումը կազմել էր $30 միլիոն։ Հիմնադիրները նաեւ հավաքել էին ավելի քան $100 միլիոն տարբեր վենչուրային կապիտալիստներից։ Այս միջոցներով Netflix-ը սկսեց ակտիվորեն ընդլայնվել, ինչը ազդեց նրա ֆինանսական հաշվետվությունների վրա։ 100,000-ավոր ամերիկացիներ արդեն օգտվում էին Netflix-ի ծառայություններից, սակայն ընկերությունը փակել էր 1999 թվականը $29 միլիոն վնասով։ Հասթինգսը եւ Ռենդելֆը լավատեսությամբ էին նայում ապագային։ Այնուամենայնիվ 2000 թվականի մարտին dot-com-ների փուչիկը պայթեց եւ պոտենցիալ ներդրողները հիասթափվեցին ցանկացած ինտերնետային ընկերությունից։ Netflix-ը գտնվում էր փլուզման եզրին եւ ներդրողներից ներգրավված գումարները վերջանում էին։ 2000 թվականի սեպտեմբերին Հասթինգսը եւ Ռենդելֆը դժվար որոշում կայացրեցին։ Նրանք դիմեցին Blockbuster-ի տնօրեն Ջոն Անթիոտին $50 միլիոն Netflix-ը գնելու առաջարկով։ Blockbuster-ը Netflix-ին մրցակից չէր համարում, քանի որ այդ ժամանակ նրա շրջանառությունը հասնում էր $5 միլիարդ։ Blockbuster-ի ղեկավարը ծիծաղեց այդ առաջարկի վրա եւ բարեբախտաբար հրաժարվեց վճարել $50 միլիոն։ Դա թերևս բիզնեսի պատմության մեջ ամենահսկայական բիզնես սխալներից մեկն է։ Ամենը 10 տարի անց Blockbuster-ը $1 միլիարդ պարտքով հայտարարեց սնկության մասին։ Եվ այսպիսով Netflix-ը եկամուտ չի բերում, մրցակիցները հրաժարվել են գնել, կարելի էր կարծես տխրել կամ հանձնվել, բայց ոչ Ռիդը կամ Մարկը։ Ինչպես հաճախ է պատահում, վերջին ձախողումներն ունեին իր առավելությունները։ DVD-ների գները նույնպես նվազեցին եւ դարձան հիանալի նվեր ցանկացած տոնի համար։ Արտադրողը նախաձեռնեց ակցիա։ Յուրաքանչյուր DVD գնողին 3 անվճար Netflix-ի սկավառակ։ Համագործակցությունը շահավետ էր բոլորի համար, աճեց վիդեո նվագարկիչների վաճառք եւ Netflix-ի բաժանորդների թիվը։ 2002 թվականին Netflix հրապարակվեց վաճառելով $82 միլիոն ակցիա, իսկ 2003 թվականին Blockbuster-ը հայտարարեց իր առցանց ծառայության մասին, որը առաջարկում էր անսահմանափակ DVD վարձույթ ամսական $20։ Այնուամենայնիվ Netflix-ին հասնելը անհնար էր։ 2005 թվականին հարթակում հասանելի ֆիլմերի թիվը հասել էր 35,000-ի։ Մոտավորապես այս ժամանակահատվածում Մարկ Ռենդելֆը լքեց ընկերությունը։ Նրա խոսքով ավելի հետաքրքիր է համարել աշխատել զարգացման փուլում։ Այդ ժամանակ ինտերնետի արագությունը բավական բարձր էր ֆիլմեր ներբեռնելու համար։ Netflix-ը մշակել էր հատուկ սարք, որը կոչվելու էր Netflix Box եւ կարող էր ներբեռնել ցանկացած ֆիլմ մեկ գիշերվա ընթացքում, որպեսզի հաճախորդը հաջորդ օրը կարողանա դիտել այն։ Բայց թողարկումից անմիջապես առաջ այս գաղափարը չեղարկվեց։ Պատճառը YouTube-ի հաջողությունն էր։ Իսկ 2010 թվականի սեպտեմբերին ընկերությունը վերջապես դարձավ միջազգային եւ Կանադան դարձավ ԱՄՆ-ից դուրս գալու առաջին երկիրը։ Հաջորդ քայլը սեփական օրիգինալ սերիալների արտադրությունն էր, որը իհարկե զգալի ներդրումներ էր պահանջում, բայց թույլ էր տալի Netflix-ին անկախ լինել հեղինակային իրավունքի, սեփականատերերի, տրամադրություններից եւ ախորժակներից։
15 տարվա աշխատանքի ընթացքում վիճակագրություն է հավաքվել, որը բացահայտել է մի հետաքրքիր օրինաչափություն։ Բաժանորդները պարզվում է ֆիլմերից ավելի շատ սիրում են սերիալներ։ Միաժամանակ նրանք այն դիտում են միանգամից մի քանի դրվագ կամ նույնիսկ ամբողջ եթերաշրջան։ Ըստ ալգորիթմի նաև ռեժիսոր Դեվիդ Ֆինչերը, դերասան Քևին Սպեյսին եւ քաղաքական դրամայի ժանրը շատ սիրված են հեռուստադիտողների կողմից։ Netflix Original-ի առաջին նախագիծը House of Cards սերիալն էր։ Reed Hastings-ը այնքան էր հավատում իր ռեկոմենդացիաների ալգորիթմին, որ այդ տվյալների հիման վրա ներդրեց $100 միլիոն առանց որևէ փորձնական սերիալների։ Առաջին սեզոնի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականին եւ դարձավ կուլտային։ 2016 թվականին Netflix-ը հասանելի էր արդեն ամբողջ աշխարհում, մի քանի բացառություններով, որոնցից են Չինաստանը եւ իհարկե Հյուսիսային Կորեան։ Կան այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Hulu-ն, Disney Plus-ը, Amazon Prime-ը, Apple TV Plus-ը, HBO Max-ը, այնուամենայնիվ Netflix-ը միակն է, որը կարող է իրեն թույլ տալ վարձել լավագույն տաղանդներին ամբողջ աշխարհից։ 2021 թվականին Netflix-ը ստացել է Օսկարի 36 անվանակարգ։ Նման արդյունք չունեն նույնիսկ խոշոր ստուդիաներ, որոնք տասնյակ տարիներ նկարահանում են ֆիլմեր եւ սերիալներ։ Очень странные дела, Ход королевы, Оранжевый хит сезона, Эмили в Париже, Половое воспитание, Ведьмак, Академия Umbrella, Нарко, Озарк, 13 причин почему, Любовь, смерть и роботы, Охотник за разумом, Тьма, Корона, Когда они нас увидят, Люпен, Матрешка, Wednesday, La Casa de Papel, Черное зеркало, Игра в кальмара, Конь Боджек, նույն սկզբունքով թողարկվել են Black Mirror, Stranger Things սերիալները։ Դա կարելի ասել ինքնահաստատվող մեխանիզմ է, որքան ավելի լավն էր բովանդակությունը, այնքան շատանում էր բաժանորդների թիվը, եւ որքան շատ բաժանորդներ, այնքան ավելի շատ գումար լավ բովանդակություն ստեղծելու համար։ Netflix-ն ունի յուրահատուկ ալգորիթմներ, որը նրանց հիմնական գաղտնի հնարքն է։ Եթե 20 տարի առաջ դիտում էին առաջարկվող ֆիլմերի միայն 2%, ապա այժմ այն հասնում է 80%-ի։ Նրանք փոխեցին այն ձևը, որով մարդկության կեսը սիրում է դիտել ֆիլմեր, եւ հեռուստադիտողները ստանում են այն, ինչ ուզում են, նույնիսկ նախքան կհասկանան, որ հենց դա են ուզում։ Apple-ի հիմնադիր Steve Jobs ասում էր, որ մարդիկ միշտ չէ, որ գիտակցում են, թե ինչ են ուզում, քանի դեռ չեն ստացել այն։ Եվ այսպես այս պատմությունը այն մասին էր, թե ինչպես երկու ընկերներ, ովքեր փորձ չունենալով ֆիլմերի ոլորտում, փոխեցին հոլիվուդյան ստանդարտները։ Բայց եթե Netflix-ը մեզ ինչ-որ բան է սովորեցրել, դա այն է, որ ավարտը նոր պատմության միայն սկիզբն է։ Այս հարթակը փոխեց ոչ միայն թե ինչպես ենք մենք դիտում կինոները, այլ նաև ով է այն ստեղծում։ Ընկերության եզակի մշակույթը Netflix-ի աշխատակիցներին դարձնում է արդյունաբերության ամենաազատ եւ ամենախստապահանջ մասնագետներից մեկը։ Այստեղ կամ պատմություն ես կերտում, կամ տեղը զիջում ես ուրիշին։ Ինչպես շատերդ հասկացաք, Netflix-ը ջնջել է պրոֆեսիոնալի եւ նորեկի միջև եղած սահմանները։ Եթե նա ապացուցել է, որ տաղանդն ավելի կարեւոր է, քան անունը, ապա միգուցե հենց ձեր գաղափարն է լինելու հաջորդ համաշխարհային հիթը։ Քեզ տանեմ կինո, թե կան մի վարդեր, որ քաղել եմ արդեն, ոտերի տակ շպրտեմ, թե քեզ կորցնեմ ու չփնտրեմ, ֆոննտրեմ, սպիտակ թե կարմիր շոնադրեմ։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։
մեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաև գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Պրոֆ. Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Վերադարձանք, տեղեկացանք, որոշակի տեղեկատվություն հավաքեցինք, բայց մեր մշակութային եթերները իհարկե անմասն չեն մնում եւ յուրաքանչյուր մշակութային միջոցառում մենք փորձում ենք լուսաբանել, որովհետեւ այն եւ ձեզ է տեղեկացված դարձնում, ինչպես նաեւ մեզ եւ հանրության համար կարեւոր է։ Եվ ժամանակն է ներկայացնելու մեր հյուրերին։ Այս տարվա փետրվարից մինչև հունիս ամիսները Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ռեժիսուրայի եւ դերասանական վարպետության դասեր է անցկացնում Միխայել Չեխովի դերասանական մեթոդի որակավորված դասախոս, տարածաշրջանում մեծ ճանաչում ունեցող ռեժիսոր Վլադիմիր Բայչերը։ Եվ այդ կապակցությամբ այսօր մեր տաղավար ենք հրավիրել Միխայել Չեխովի կենտրոնի ղեկավար, Միխայել Չեխովի միջազգային արվեստանոցի համահիմնադիր ռեժիսոր Վլադիմիր Բայչերին։ Доброе утро, Варя Аравот. Доброе утро, Բարեֆլուս։ Բարի լույս։ Բարի լույս, բարի լույս։ Եվ մեզ կօգնի թարգմանության հարցում Լուսինե Բայացյանը, Բարի առավոտ, սիրելի Լուսինե։ Բարի օր։ Բարի գալուստ մեզ մոտ։ Հարցս առաջինը կուզենամ պարոն Բայչերին, ինչպես է սկսվում Երևանում իր առավոտները։ Владимир Григорьевич, как начинаются ваше утро в Ереване? Мое утро в Ереване начинается точно так же, как оно начинается в Москве, или в Пекине, или в Софии, или в любом другом городе мира. У меня каждое утро работа. Я практически каждый день у меня занятия в институте, потому что у нас сейчас довольно-таки плотный график. Здесь мы работаем с большим количеством курсов в институте. Вот. И поэтому надо быть готовым к встрече с прекрасным, к встрече с молодежью творческой. Вот. Поэтому мое утро начинается так, как обычно. Единственная, может быть, разница в том, что в моем рационе на завтрак присутствует армянский лаваш и некоторые другие специальные армянские продукты, сыр и так далее, которые я очень люблю. И вообще армянская кухня очень вкусная. И вот приходится подзарядиться для того, чтобы идти на встречу со студентами. Պարոն Բայչերի առավոտները սկսվում են համեղ հայկական ուտեստներով, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, լավաշով եւ հայկական ուտեստներով, բարիքներով, նա բավական շատ կուրսերի հետ է աշխատում ինստիտուտում Առավոտյան շուտ գալիս է ինստիտուտ։ Այո, գրեթե ամեն օր աշխատանքային է, ասում է, որ շատ պլոտնի գրաֆիկով աշխատում են, ինչպես ինքն է նշում, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, եւ ամենակարևորը, որ հայկական ուտեստներ կան, լավաշ կա սեղանին եւ հավաքում է եւ կարողանա ուսանողների հետ աշխատել։ Կուզենանք խոսեմ ծրագրից, այն ծրագրի շրջանակներում, որի նպատակով այս պահին գտնվում է Հայաստանում, ինչպես առաջացավ գաղափարը թատրոնի եւ կինոյի ինստիտուտին էր համագործակցությունը առաջին անգամ է Հայաստանի հետ ինքը առաջին ծանոթությունն է թե այլ ծանոթություններ եւս եղել են։ Առաջին ծանոթությունը չի, ես հիմա թարգմանեմ պարոն Բայչերը ինքը թող պատմի։ Владимир Григорьевич, это первый ваш визит в Армению или нет? Первое ли сотрудничество с институтом? И как возникла идея вот этой программы, по которой вы сейчас работаете у нас? Нет, это не первое сотрудничество с институтом. Вообще я с Ереванским институтом театра и кино знаком очень давно, потому что я еще работаю в ГИТИСе, я работал на режиссерском факультете и долгое время занимал пост декана режиссерского факультета. Мы проводили такие лаборатории режиссерские, и довольно-таки часто к нам приезжали ребята из Еревана. Սա պարոն Բայչերի ոչ առաջին համագործակցությունն է Երևանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի հետ, քանի որ պարոն Բայչերը երկար տարիներ աշխատել է ԳԻՏԻՍ-ում, այնտեղ եղել է ռեժիսուրայի ֆակուլտետի դեկանը եւ այդ ընթացքում բավական հաճախ եղել են համագործակցություններ թատրոնի կինոյի ինստիտուտի եւ ԳԻՏԻՍ-ի միջև։
Այ խոսենք այս անգամվա համագործակցության մասին։ Ինչն է նպատակը, գիտեմ, որ բավականին երկար ժամանակով, ինչպես նշեցինք, մինչև հունիս ամիս այստեղ է լինելու, եւ որն իր առաքելությունը, ամենօրյա դասախոսություններ, ինչ կոնտեքստում է այս ամեն ինչը տեղի ունենալու։ Վերջնարդյունքը որն է։ Расскажите о данной программе, по которой вы сейчас находитесь в институте и должны... Мы договорились с ректором института Сарой Налбандян о том, что мы будем проводить здесь с моей супругой Татьяной Федюшиной, которая преподает сценическую речь, а я преподаю режиссуру и актерское мастерство. Мы будем проводить такой курс, который направлен на некое ознакомление студентов мириманских с теми основами школы, которые мы исповедуем, которые мы занимаемся. В первую очередь надо говорить о русской театральной школе, как о некой базе, и метод Михаила Чехова как развитие идей Станиславского, идей Мейерхольда, идей Немировича Данченко. То есть Чехов синтезировал очень многое из того, что он получил от великих мастеров и создал свою собственную систему, свой собственный метод, оригинальный и чрезвычайно, с моей точки зрения, чрезвычайно современный. Պարոն Բայչերի եւ մեր ինստիտուտի համագործակցության գաղափարը ես մի փոքր հավելեմ նաեւ թարգմանելով ցակել է մոտավորապես 1 տարի առաջ ինստիտուտի ռեկտորի Տիկնին Ալբանդյանի եւ պարոն Բայչերի քննարկումների արդյունքում ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Քարնեգի հիմնադրամի դրամաշնորհի միջոցով պարոն Բայչերը իր կնոջ Տատյանա Ֆեդյուշինայի հետ դասավանդելու են ինստիտուտում մինչև հունիս այս կիսամյակի ավարտը պարոն Բայչերը դասավանդելու է ռեժիսուրա եւ դերասանի վարպետություն, իսկ Տիկին Ֆեդյուշինան բեմական խոսք եւ իրենց այս ծրագրի հիմքում ընկած է Միխայել Չեխովի դպրոցի մեթոդը, քանի որ Չեխովը եղել է նաև Ստանիսլավսկու աշակերտը եւ ունեցել է նաև այլ շատ հայտնի դասախոսներ, նա ստեղծել է իր մեթոդը, որը կարելի ասել հիմքերից մեկն է հանդիսանում թատերագիտության։ Արդյունքում մենք ինչ ենք ունենալու, այսինքն դասավանդվում է օրինակ առաջինից 4-րդ կուրսում սովորող բակալավրիատական խմբին, մագիստրական խմբին, այսինքն ինչ ենք մենք այս արդյունք ունենալու, հասկացանք մեթոդը, վերջնարդյունքը, չէ որ սա կատարողական արվեստ է, ինչ որ բեմադրությունների տեսքով է լինելու, ուսանողները վերջնարդյունք ինչ են տալու իրենց եւ ինչպես նաեւ ինստիտուտին եւ մեր հյուրին։ Владимир Григорьевич, расскажите немножко о том, какой результат вы получите со студентами в конце курса. В принципе, всегда, когда я работаю со студентами или с магистрантами, то всегда я ставлю какую-то цель. То есть наша работа не должна носить чисто ознакомительный характер или характер такого исключительно тренинга. Мы ставим некоторые задачи, и мы хотим, чтобы студенты проверяли те навыки, которые они получают от нас, чтобы они проявляли эти навыки в работе над литературным материалом. Պարոն Բայչերի դասավանդման հիմքում ընկած է հիմնականում պրակտիկ աշխատանք, այսինքն գործնական, այո, այն գիտելիքը, որը նա եւ Տիկին Ֆեդյուշինան տալիս են ուսանողներին, արդյունքում պետք է բեմադրվի, այսինքն գործնական աշխատանքի ձևով ներկայացվի։ Պարոն Բայչերը աշխատում է բակալավրի առաջին եւ երկրորդ կուրսի եւ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ եւ մագիստրատուրայի առաջին կուրսի ռեժիսորները աշխատում են դերասանների հետ բակալավրի, այսինքն միասին ստեղծելու են միասնական աշխատանք, որը կներկայացվի
ավարտին, այսինքն իր աշխատանքը նպատակային է, այլ ոչ հասկանալի։ Այսինքն սրանք կարող են լինել են մագիստրանտների համար օրինակ ավարտական աշխատանքներ, հետագայում հետազոտական աշխատանքներ։ Հետազոտական աշխատանքներ հնարավոր է, բայց ոչ ավարտական, որովհետև նա աշխատում է մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ հիմնականում։ Հասկանալի։ Այժմ օրինակ ասենք աշխարհում տարածված է նաև ժամանակակից շատ թատերաշխարհում, էլի, հա, ավելի արևելյան մեթոդները եւս դերասանական, հա, այս բանի մեջ։ Ինչպես են հայ երիտասարդները ռուսական այս ավանդական, հա, այս դասական մեթոդին մոտենում եւ ինչ պատրաստակամությամբ են իրենք սա վերցնում, հետաքրքիր է инձ։ Владимир Григорьевич, а как принимают студенты метод русской театральной школы? Ну, как они относятся к вашему курсу? Ну, как сейчас немножко мир поменялся, вот да, они да, более... вы знаете, что русская театральная школа это фундамент для обучения актеров по всему миру. Здесь нет такого, понимаете, независимо от каких-то политических, так сказать, изменений и так далее. Есть какие-то константы, есть какие-то постоянные и не, как говорится, не меняющиеся вещи. И поэтому русская театральная школа – это целый набор инструментов, которые вырабатывали великие мастера там, начала 20 века. И студенты Ереванского института, в общем, абсолютно готовы к тому, чтобы заниматься этим. И более того, я не вижу вообще разницы в подходах наших. То есть то, чем занимаются ребята с педагогами здесь, в Ереване, в общем-то, принципиально не отличается от того, чем занимаются студенты, например, в ГИТИСе в Москве. Ռուսական թատերական դպրոցը համարվում է հիմքը թատերագիտության ողջ աշխարհում եւ շատ չի տարբերվում այն մոտեցումներից, որոնք դասավանդվում են թե այստեղ, թե նաև այլ երկրներում։ Պարոն Բաչերը նաև դասավանդել է տարբեր ակադեմիաներում, տարբեր վարպետության դասեր է անցկացրել աշխարհի տարբեր երկրներում եւ հիմքը կարելի ասել նույնն է, որովհետեւ թե Ստանիսլավսկու, թե Չեխովի մեթոդները համաշխարհային, այո, Ստանիսլավսկու մեթոդը դա ամբողջ աշխարհի համար թատերական։ Եվ մեր ուսանողները շատ պատրաստակամորեն ընդունում են թե բոլոր վարժանքները, թե հանձնարարությունները եւ ձգտում են ամեն ինչը կատարել շատ լավ բարձր մակարդակով։ Այ քանի որ փորձ ունի աշխարհի տարբեր երկրներում, տարբեր ուսանողների, տարբեր ազգերի հետ, հա, հանդիպումների եւ նաեւ ստեղծագործական գործունեություն ունենալու։ Ինչով է տարբերվում հայ ուսանողը այլ աշխարհի օրինակ, չգիտեմ, այլ ազգի ուսանողից եւ իր տեսակով, իր սովորելու, չգիտեմ, իր հմտություններով։ Владимир Григорьевич, так как у вас есть опыт преподавания в разных странах, чем отличаются армянские студенты от студентов других стран? Ничего специфик банка? Есть ли какие-то специфические Да, пожалуй, есть. Пожалуй, есть. Я думаю так, что есть особенности темперамента армянских студентов, которые, в общем, можно сказать, отличается, выделяется среди других, для меня, среди других студентов других национальностей. И есть еще одна особенность, но это, наверное, связано с ситуацией, с отношением человеческим к тому, что происходит в Армении. Очень многие молодые ребята остро воспринимают трагические предлагаемые обстоятельства в пьесах. Очень остро, очень глубоко. Հայ ուսանողները տարբերվում են այլ երկրների ուսանողներից
բնավորության որոշակի գծերով ավելի էմոցիոնալ են եւ հատկապես հաշվի առնելով տարատեսակ իրավիճակները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, տեղի են ունեցել Հայաստանում եւ դրանք ազդեցություն են ունեցել իհարկե երիտասարդների վրա, այո։ Ուսանողները շատ խորությամբ են մոտենում որոշակի ստեղծագործությունների ողբերգական տեքստերին տրագեդիկ ժանրի, այո, հասկանում եմ ավելի շատ, ավելի խորն են, խորքային են վերցնում եւ ավելի խորքային են վերցնում, ընկալում եւ դրա կատարումը ավելի խորն է լինում, քան ուրիշներին։ Այ ամփոփելով այսօրվա մեր զրույցը մի հետաքրքիր հարց ունեմ։ Գնալուց հետո ինչ է սպասվում ուսանողների հրավիրվելու է, այդպիսի ուսանողներ կան իր օրինակ աչքի տակ, որ կուզենա հրավիրի իր мот այնտեղ սովորելու, ինչ որ այդպիսի գաղափարներ կա իր мот, թե չէ, քանի որ դե գիտենք որտեղ է դասավանդում։ Владимир Григорьевич, так как вы преподаете в разных странах мира, есть ли у вас на примете студенты, которых вы хотели бы пригласить в дальнейшем после окончания курса? Сотрудничество, чтобы они учили у вас или что-то там, да, какую-то программу получили? Ну, мне трудно сказать, потому что у нас есть какие-то международные проекты, в которых участвуют актеры из разных стран. Ну, я не думаю, что здесь как бы какое-то будет специальное приглашение кому-то. Но просто есть ребята, которые чрезвычайно пытливые. И чрезвычайно... Здесь же очень важно, наша работа, это мы учимся всегда. Мы учимся до конца жизни. И есть ребята, которые очень заинтересованы в том, чтобы брать. И я думаю, что вот именно они и будут дальше расти, двигаться и, может быть, примут участие в каких-то наших больших международных проектах. Пока трудно сказать, кто это конкретно. Պարոն Բայչերը չի առանձնացնում որևէ ուսանողի, բայց նշեց, որ կան ուսանողներ, ովքեր շատ մեծ պոտենցիալ ունեն եւ պատրաստական են անընդհատ նոր բաներ սովորելու, նոր մոտեցումներ ձեռք բերելու, ներմուծելու իրենց կատարողական արվեստի մեջ եւ ինչու ոչ հնարավոր է հետագայում որևէ համագործակցություններ լինեն միջազգային մակարդակի։ Շնորհակալ եմ շատ, ձեզ լավ աշխատանքային օր եմ մաղթում եւ արդից օգտվելով ուզում եմ նաեւ պարոն Բայչերին հրավիրել մեր ուսումնական հաստատություն, մենք կարծում եմ կհամագործակցենք եւ առիթ կունենա նաեւ Շարլ Ազնավուր քոլեջում սովորող ուսանողները եւս մի փոքրիկ այսպիսի հետաքրքիր հանդիպում իհարկե ՉԽՎ դպրոցի հետ նաեւ ծանոթանալու, քանի որ իրենք նաեւ ապագա ձեր ուսանողներն են, չէ, որ գալիս են թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, շարունակում են իրենց մասնագիտությունները եւ շնորհակալություն եմ հայտնում այս համագործակցության համար իրենց եւս, քանի որ կարեւոր է տարբեր դպրոցներ ցանկացած կատարողական արվեստում կարևոր է տարբեր դպրոցներ ուսումնասիրել, որպեսզի դու ճիշտ արվեստ կարողանաս կիրառես եւ լինես ճիշտ արվեստի կրող, եթե դու չճանաչես, չես կարող տարանջատել։ Շնորհակալություն ձեր առավոտը կիսելու համար։ Շատ шнурокалություն. Владимир Григорьевич Вреж приглашает вас сотрудничеству в их колледже имени Шарля Азнавура. Они будут очень рады, если вы встретитесь со студентами и поделитесь вашим опытом с ними, так как эти студенты также... И благодарю за это утро, да, за эту встречу, и хорошего дня вам. Спасибо, Вреж. Спасибо. Спасибо. Շնորհակալություն ձեզ եւս։ Սիրելի հեռուստադիտող, մեր այսօրվա եթերը մոտեցավ իր ավարտին։ Կրթվելու համար երբեք ժամանակավրեպ չէ։ Մարդը որ տարիքում կարող է լինել, այնուամենայնիվ նշանակություն չունի։ Կարևորը ցանկությունն է սովորել, կրթվել եւ ստանալ գիտելիքներ հավաքել եւ այն օգտագործել թե ձեզ համար, թե ձեր դիմացինի համար, ինչպես ձեր նաեւ ձեր երկրի համար։ Այսօրվա մեր եթերը մոտեցավ իր ավարտին։ Ես ձեզ չեմ ասում ստեսություն, ես ասում եմ մնացեք բարյավ մինչ հաջորդ առավոտ, ձեզ լավ օր եմ մաղթում։ Հաջողություն ձեզ։